Ուրեմն այսօր տոկուսակցությունը հավաքվել է դեսպանատան դիմաց մի պահանջով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանը Ամերիկայի ուրեմն չեղյալ է համարել նրա վտարման հարցը եւ ուղարկել է նորից նույն այն դատարանը, որը այդ սխալ վճիռը կայացրել է, հանցավոր վճիռը կայացրել է։ Մենք պահանջում ենք, որ եթե նույնիսկ ուղարկվել է այդ դատարանը նորից քննության համար 0-ից փոխեն դատավորին։ Նախկին դատավորը այլևս իրավասու չէ ըստ մեզ, իրավասու չէ նորից դատավարել եւ նորից ինչ որ խութեր առաջացնել, խնդիրներ առաջացնել։ Դրա համար մենք բողոքում ենք փոխել դատավորին, նոր դատավոր նշանակել եւ գործը շուտապույտ ավարտին հասցնել, ազատել Վարդան Ղուկասյանին, քանի որ նրա, այսպես ասած, դեպորտի հարցը այլևս գոյություն չունի, այլևս զրոացրած է։ Նույնիսկ եթե պետք է նորից դատավարություն շարունակվի, նորից սկսվի նոր դատավարություն, Վարդան Ղուկասյանը պետք է լինի ազատության մեջ, ոչ թե նորից պահվի այդ համակենտրոնացման Հենդերսոն կոչեցյալ համակենտրոնացման ճամբարում։ Այսքանը։ Հիմա դա ինչ է ձեր ձեռքում։ Սա նամակ է, մենք ուղարկում ենք դեսպանատուն, հանձնում ենք դեսպանատուն, որպեսզի դեսպանատունը զբաղվի այս հարցով, մեր ձայնը հասցվի մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Շատ դա, դե շարժում ենք ծրարը փոխանցել։ Ժողովրդի չեն տալու կանոն այստեղ։ Այդան մենք մոտենում ենք ծրարը փոխանցելու ու գալիս ենք։ Հարցրել ենք, հա, այնտեղ հարցրել։ Դուք մնում եք ստեղ ժողովուրդ, դուք մնում եք։ Ում եք դիմել, ում եք ասել։ Ինչպես։ Ում եք ասել։ Ձեր ղեկավարներ ոնց որ ըստի մոտ է Մոգնդապետի։ հա մոգնդապետը տեղել ասացինք երկու հոգու մոտենանք ու նավակի բան երկուսով էլի մոտենանք եթե նկարելու համար էի ասում ինքը փոխանցի ես էլ նկարեմ էլի Տղեկ է դիպագե։ եկեք ստում էլի Լսում եմ։ Ասյան նամակը ո՞ր է։ Այս նամակը մենք պետք է դեսպանատուն հասնենք։ Շատ բարի։ Դեսպանատունը արձավ նամակներ չի արված։ Բոլոր նամակները միայն փոստային համակարգ։ Լավ, այսպես արվում նամակ։ Իսկ ձեզ մոտ ունեք փոստային արկղ ինչ որ բան ունեք որի մեջ կարող եք Միայն բոլոր նամակները դեսպանատունում բաց գալիս է փոստով։ Ուղարկում եք փոստով։ այսինքն այդպեսի ընդհանրակարգ չկա Չէ, այդպեսի ընդհանրակարգ չկա, որ արձավ։ Մենք էլի ցույցեր ենք։ Ես հիշում եմ, դուք ելի ես եմ եղել, էլի բացատրել եմ, որ այսպես է կարգը դեսպանատան նամակ ուղարկել։ Չէ, արգին ես ասում եմ, էլի ես եմ եղել։ Չգիտեմ ոնց է ստացվում, բայց համընկնում է, էլի ես եմ եղել, դեսպանատունը արձավը նամակներ չի։ Ժողովուրդ ջան, ոչ մի խնդիր չկա։ Բայց Փոստով սովորական մեր փոստով ուղարկել։ գնանք 10-րդ Չգիտեմ որ։ հա, ասենք թե օրինակ է։ Հա, ասենք 10-րդ սա ասենք ուզում ենք ուղարկել դեսպանատան։ դեսպանատան հասցեն որ գրեք։ Հա, դեսպանատան հասցեն որ գրեք, փոստին ստում այդ ասել, նամակները գտելի տահ։ Ուրիշ ոչ մի տարբերակություն չունի։ Չէ։ Ես էլեկտրոնային, եթե կա էլեկտրոնային, կարող եք փորձել մտնել անու դեսպանատան սայթը, տեսեք, եթե հնարավոր է էլեկտրոնային նամակ գրեք։ Բայց այսպես արձևն չենք վերցնել։ Ոչ դեսպանատունը չենք։ Բայց դեսպանատունը ունի չէ, ասենք նամակների պատին կարող է։ իսկ եթե հրատապության խնդիր ալինու բան ալինու ոնց ենք Անցնում ընթացում ես վարդներեք դեսպանատան հետ, հեռախոսահամարները կա, փորձեք վարդներեք, ասեք հրատապությունն է, մենք ուզում ենք ճատալել։ Որտեղից Հրատապության համար երևի կա վճարովի ծառայություն փոստում, որ ասենք մի օրում ձեր նամակը կհասցնի տղա։
Ուզում եմ ասեմ, առհասարակ նմանատիպ վայրերում լինում է գոնե արկղեր ա լինում, առաջարկների, դիմումների բանի համար մարդիկ կարողանում են այդ արկղի մեջ գցել։ Ոնց կարա ասենք Ամերիկայի դես ասած ասենք։ չէ, պատկերացած չէ, բանա, որը գործիկ է, որը հաստատ Սա ուրիշ կարևոր բան։ Ես հասկանում եմ դες, ձեր համար շատ ուրիշ կարևոր է, բայց կար գոյություն ունի, կանոն կա, որի կարգով դեսպանատունը շարժվում է եւ ընդունում է նամակը։ Ձեր անունազգանը կացեք։ Ինչ կարևոր է իմ անազգան։ Ոնց։ Դուք մարդեք ունեք անունազգան։ Այո, ծառայության մեջ եք հիմա ասեն ձեզով է այդտեղ։ Ես օրինակ Ռաֆայել Գրիգորյանն եմ, դուք Կուսակցության շատ ուրախ եմ, շատ ուրախ։ քաղաքորդի քարտուղարը։ Ես էլ Արտո։ Արտո։ Այո։ Այսինքն Արտո չէ, երևի Արտո չի, դա այդպես իրական դիմելու ձեր է երևի։ Ես անվտանգությամբ եմ ասեցի ինչ ստացեցա դա։ Ինչպես Ասեք ես անվտանգության հիմա պատասխանատուն եմ, ասեք ինչն է։ Սա մենք ուզում ենք անպայման հանձնենք դեսպանատ։ Մի քիչ երկարում է, պարոն Պապոյի ասած երկարում է։ Գնալ ոստով ու արկել որևէ կարողություն կա, որ մենք սա կարողանանք Այլիկ ջան, հասնել հնարավորություն կա, մենք այդ հնարավորությունը ասում ենք։ Դրա համար 21-րդ դարը էլեկտրոնային ձևով ենք կամ հատում ձեր նույն նամակը, նույն տեքստով տարակ ուղարկում։ Իրանք արձագանքում։ Ձեզ մի քանի անգամ տեղեկացվել է դրա մասին, որ sense արձերը նամակ չեն։ Հիմա կարգն է տենց, մենք այդ կարգը փորձում ենք բարել։ ոչ մի կերպ հնարավորություն չկա։ Եթե հնարավորություն լիներ, մենք այդ հնարավորություն ձեզ կտայինք, բայց հիմա ոնց որ կարգա, մենք էլ աշխատում ենք այդ կարգը պահպանել։ բոլորի համար է, չէ՞ այդ կարգը տենց։ Ես չի որ ընտրովիա։ Չէ, Հա։ կարգը բոլորի համար։ Այսինքն նամակները բոլորի համար փոստով է լինում։ Ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Լավ, հատ այդ փորձենք բարձել ուրեմն։ Անվտանգության պետ Ռազմիկ Հուլինյանը մեզ բացատրեց, որ մենք չենք կարող նամակը անձամբ հանձնել, պետք է անպայման հանձնվի փոստի միջոցով կամ on-line տարբերակով։ Ցավոք սրտի մեր այսօրվա ակցիան ընդհատվեց միայն այդ պատճառով, քանի որ մենք ուզում էինք անպայման այնքան հրատապետ ու կարևոր էր այս նամակի հանձնումը, որ ուզում էինք անպայման ձերքից ձեռք փոխանցել, բայց չստացվեց, նրանք պատճառաբանեցին, որ կարգը այդպես է, պետք է միայն եւ միայն փոստի միջոցով կամ on-line տարբերակով։ Այսքանը։